Այսօր կրկին չորեքշաբթի է և Ֆորտունա հեռուստաընկերության եթերում համայնքային անցուդարձն է։ Տաղավարում ձեզ հետ Նազելի Ավագյանն է։ Բարև ձեզ։ Այսօր եթերում չկայացած մրցույթ Ստեփանավանի քաղաքապետարանում և 5-օրյա դասընթացներ երեխաների պաշտպանության վերաբերյալ։ Մարտի 13-ին Ստեփանավանի քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքային ծառայության մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի կրտսեր ենթախմբի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար։ Մրցույթին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 4 քաղաքացի։ Մրցույթն անցկացվեց 2 փուլով՝ գրավոր թեստավորման և բանավոր հարցազրույցի։ Թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցներն անցան երկրորդ փուլ, սակայն բանավոր փուլի ընթացքում մասնակիցներից ոչ ոք չհաղթահարեց մրցույթում հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ բալերի շեմը, ուստի մրցույթը համարվեց չկայացած։ Իդեպ տեղեկացնենք, որ մրցույթը կրկին տեղի կունենա Լոռու մարզերթում մրցույթի վերաբերյալ համապատասխան հայտարարության տպագրումից 1 ամիս անց, իսկ մենք շարունակում ենք համայնքային անցուդարձը։ Փետրվարի 21-ից 25-ը և մարտի 9-ից 13-ը Ստեփանավանի քաղաքապետարանում տեղի ունեցան 5-օրյա դասընթացներ երեխաների պաշտպանությունը բռնություններից թեմայով, որն իրականացվում է Save the Children կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից միավորվենք հանուն երեխաների փրկենք ապագան ծրագրի շրջանակներում։ Դասընթացներին մասնակցում էին Ստեփանավանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, ոստիկանության անչափահասների բաժնի, երեխաների հետ առնչվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, հանրակրթական դպրոցների մանկավարժներ, սոցաշխատողներ, հոգեբաններ, երեխաների հետ աշխատող տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ, ինչպես նաև ծնողներ և հանրակրթական դպրոցի աշակերտներ։ Դասընթացներն անց են կացվում Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում։ Ստեփանավանում ընտրված 2 խմբերի հետ դասընթացները վարում էր միավորվենք հանուն երեխաների փրկենք ապագան ծրագրի ավագ վերապատրաստող Հովիկ Նիկողոսյանը։ Սկզբանի խումբը ավելի փոքր էր նախատեսված, բայց մարդիկ կամավոր եկել են եւ խումբը գրեթե կրկնապատկվել է իր քանակով եւ բոլորը շատ պարտաճանաչ մասնակցում են, ակտիվ իրենց լուման են ներդնում ընդհանուր գործին, ինձ թվում է ստացվում է։ Դասընթացի ընթացքում տեսական և գործնական պարապմունքների, խմբային աշխատանքների, դասավանդման ինտերակտիվ տարբեր մեթոդների միջոցով մասնակիցները փորձեցին ըմբռնել երեխաների հանդեպ բռնությունը որպես արդիական սոցիալական հիմնախնդիր, ինչպես նաև սահմանել բռնությունը, ծանոթանալ դրա դրսևորման ձևերին ու տեսակներին, ինչպիսիք են ֆիզիկական բռնություն, հոգեբանական կամ էմոցիոնալ բռնություն, սեռական բռնություն և անտեսում։ Ֆիզիկական բռնության դեպքեր եմ ես իմ աշխատանքի ընթացքում տեսել, նկատել նաև թրաֆիքինգի Ստեփանավում բռնությունը ֆիզիկական շատ է, իսկ հոգեբանականը արդեն դրանից ցակած խնդիրներ են։ Խմբային քննարկումների ընթացքում մասնակիցները քննարկեցին երեխային ընտանեկան բռնության տեսանկյունից խոցելի դարձնող գործոնները, ինչպես նաև ինչ ասել է ընտանեկան բռնություն և ծնողական խելամիտ խնամք։ Բավականին իրազեկեց մեզ երեխաների բռնության մասին եւ շատ կետեր կային, որոնք փաստորեն մեր առօրյայում գործածվում են, սակայն մենք ասելով մենք բոլորս դա չհամարելով բռնություն, փաստորեն ահագին բան իրազեկություն բռնության մասին։ Ցեցը որպես դաստիարակության միջոց չեմ ընդունում։ Դասընթացներին ներկայացվեց նաև թե ինչպիսին է երեխաների պաշտպանության համակարգը արևմտաեվրոպական երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Ստեփանավան համայնքում։ Համեմատական վերլուծությունների արդյունքում մասնակիցները եզրահանգեցին, որ երեխաների իրավունքների պաշտպանության առումով Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական դաշտը փաստացի գրեթե կատարյալ վիճակում է եւ լիովին համապատասխանում է արևմտյան երկրների երեխաների իրավունքներն ամրագրող օրենքներին ու իրավական փաստաթղթերին։ Իսկ ծրագրի Լոռու մարզի համակարգող Լեռնուհի Գևորգյանի հավաստմամբ Ստեփանավանում, ի տարբերություն Հայաստանի մի շարք համայնքների, կան երեխաների իրավունքներն ու շահերը պաշտպանող մի շարք պետական եւ ոչ պետական կազմակերպություններ ու համապատասխան մասնագետներ, ովքեր մատուցում են իրենց ծառայությունները երեխաների պաշտպանության ոլորտում։ Ճիշտն ասած, եթե համեմատական անցկացնենք, Ստեփանավանում ի ուրախություն ստեփանավանցիների բավական լուրջ մասնագետներ կան եւ գրեթե բոլորը միմյանց ճանաչում են, որը լավ է այն առումով, որ հետագայում կարող են համագործակցել, համագործակցության հնարավորությունները ավելի են մեծանում։ Մնում է, որ յուրաքանչյուր մասնակից դասընթացից ստացած տեղեկություններն ու գիտելիքները ծառայեցնի նպատակին եւ տարածի շրջապատում նպաստելով երեխաների պաշտպանությանը մեր համայնքում։ Հաճելի էր, որ դասընթացավարը բան իմացեր, գործ իմացեր եւ բավականին արդյունավետ էր անցնում մեր այս դասընթացները։ Որպես աշակերտ ես ստացա շատ նոր տեղեկություններ, կփորձենք հասարակության ներկայացնել, որ խնդիրը կա, եթե իմանան, որ խնդիրը կա, կփորձենք լուծումներն էլ գտնել ինչ-որ կերպ։
Նազելի Ավագյան, Ազգանուժ Մկրտչյան, քաղաքապետարանի լրատվության և հասարակության հետ կապերի բաժին։